Ինչպես նշեց իմ գոլեգան, բացառապես անկախի եղանակով կենսաթոշակների եւ նպաստների գործընթացը սահուն իրականացնելու համար դեռևս անցած տարվանից սկսած իրականացվել են լայնածավալ իրազեկման բնույթի աշխատանքներ, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այնպես էլ միասնական սոցիալական ծառայության, կայքեջի պաշտոնական, սոցիալական հարթակների միջոցով, այնպես էլ նաեւ մեր տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով։ Նշված բացատրական աշխատանքների գործողությունների արդյունքում նաև մեր թեժ գծի սպասարկման ծառայությունների ընթացքում քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների արդյունքում մենք ունենք այնպիսի պատկեր, որ նախորդ տարվա համեմատ կանխիկով ստացող շահառուների թվաքանակը զգալի նվազել է, անցած տարվա համեմատ տարվա վերջին ունեինք մոտ 50,000 շահառուներ, որոնք ստանում էին իրենց կենսաթոշակի եւ նպաստները կանխիկ եղանակով, ներկա պահին այսօրվա տվյալներով դրանք շուրջ 26,000 են։ Սակայն այնուամենայնիվ այս 26,000 շահառուներին էլ խնդրում եւ հորդորում ենք, որ իրենց վճարման եղանակի փոփոխությունը, եթե նրանք հնարավորություն ունեն, դա կատարեն ինքնուրույն ու դա կատարեն մինչև մարտի 1-ը, ինչպես նշեց Տիկին Գալստյանը, մարտի 1-ը ընտրվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր այն հնարավոր հերթերից, որոնք կառաջանան վերջին պահին, ու նաև հնարավորություն տալ բանկերին, բանկային հաշվի պայմանագիրը կնքել, բանկերի քարտերը թողարկել եւ եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան տեղաշարժման սահմանափակումներ, նրանց բանկային քարտի առաքումը իրականացնել մինչև ապրիլ ամիսը։ Այս գործընթացում, եթե պետք է նշել, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը բանկի ընտրության փոփոխությունը հնարավոր չի լինի կատարել այդ պարզ պատճառով, որ նշեցի, որպեսզի կարողանանք համակարգային մոտեցում ցուցաբերել, որ միասնական սոցիալական ծառայությունն էլ ունենա այդ հնարավորությունը այդ մի քանի օրերում 20 օրվա ընթացքում կարողանա կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։ Նշված գործընթացում, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր կունենան դժվարություններ օբյեկտիվ պատճառներից ելնելով անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու հարցում, սուրհանդակային ծառայությունների հետ մեկտեղ նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությունը կապահովվի։ Խնդրեմ գործնական օրինակով կասեք, օրինակ ինչ դժվարություն ունի, քաղաքացին չի կարողանում բանկ գնալ, թե բանկ գնա վերջացնի, դրանից հետո է ձեր անելիքը։ Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը, սուրհանդակային ծառայության միջոցով։ Սուրհանդակը կկապնվի այն հեռախոսահամարով, որը տրամադրելու է միասնական սոցիալական ծառայությունը, փորձելու է բանկի քարտի պայմանագրի եւ քարտի առաքումը իրականացնել տուն։ Եթե փորձը ձախողվի եւ հնարավոր չլինի բանկային քարտի թողարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, այդ փուլում արդեն միասնական սոցիալական ծառայության աշխատակցի հետ միասին կայցելեն տուն ու կկազմակերպեն ամբողջ գործընթացը համատեղ, արդեն համատեղ ջանքերով այսպես։ Սուրհանդակային ծառայությունը բանկի ծառայությունն է։ Չէ, բանկի ծառայությունն է, բանկն է ընտրելու սուրհանդակային ծառայությունը, որի հետ որ կփորձի համագործակցել, որի հետ որ կուզենա համագործակցել։ Ընտրության մեջ օրինակ հարց են բարձրացնում, որ կոնկրետ իրենց բնակավայրում այն բանկերը, որոնք ունեն փոքր մասնաճյուղեր կամ մեկ բանկ գոյություն ունի, հեռավոր մարզային կամ համայնքային բանկերում զանգահարում են եւ ասում են այս պահին դեռ սուրհանդակային ծառայություն չունենք։ Այս պահին չկա այդ սուրհանդակային ծառայությունը, քանի որ մենք բանկերի հետ ներկա պահին բանակցությունների մեջ ենք ու վերջնական հաստատված այն բանկերի ցանկը, որոնք որ պատրաստ են իրականացնել սուրհանդակային ծառայություններ, այս կարճ ժամկետում 1-2 օրվա ընթացքում վերջնական պարզ կլինի ու այն բանկերը, որոնք որ կուզենան եւ կմասնակցեն այս գործընթացին, նրանք իհարկե կիրականացնեն սուրհանդակային ծառայության միջոցով քարտերի առաքումները տուն։ Իսկ եթե կներեք իդեպ լրացնեմ, այ գործընկերուհու պատասխանը մի րոպե իսկ մասով։ Եթե կլինեն բանկեր, քաղաքացիները արդեն ընտրած կլինեն բանկեր, որոնք որ այս գործընթացում մեզ հետ չեն համագործակցում, բայց այնուամենայնիվ հունվար, փետրվար ամիսներին այն բանկերը, որոնք որ գործընթացին չեն մասնակցում, միևնույն է գործընկերային հարաբերությունների միջոցով այնուամենայնիվ քաղաքացիներին քարտերը ամեն ինչ կանենք, միասնական սոցիալական ծառայությունը հաստատ օժանդակելու է այդ հարցում, որպեսզի նրանք իրենց քարտերը ստանան։ Ես ուզում եմ ուղղակի հավելել իմ գործընկերու ներկայացրածին, որ երբ որ մենք մարտի 5-ին ծրագրային մոդուլով ընտրենք բանկ, մենք ունենք 12 կենսաթոշակ վճարող բանկեր։ Ընտրությունը ոչ թե 12 բանկերի միջև է լինելու,
այլ այն բանկերի, ովքեր արդեն իսկ սուրհանդակային ծառայություններով պատրաստ կլինեն այդ առաքումները կազմակերպել։ Այսինքն այն խնդիրը, որ դուք ասեցիք, գոնե այսքանով մարտի 5-ին ընտրածների մասով չի լինի։ Կգնեն այն բանկերը, որոնք պատրաստական են այդ մատուցել այդ ծառայությունները։ Այդ բանկերն էլ, ասենք, ենթադրենք 3 բանկա, 4 բանկա, 5 բանկա ընտրվելու են այս սկզբունքով, թե այդ հասցեի բնակավայրում հաշվառված են սա թոշակառուները, որ բանկերն են նախընտրում։ Եւ այդ ում համար բանկ այնուամենայնիվ հաշվի առնելով տարածաշրջանային բաշխվածությունը միևնույն է այդ բանկերն են ընտրվել, որոնք որ այսպես ասած հարմար կլինեն իրենց։ Ներկապահին կարող ենք արձանագրել, որ եթե քաղաքացին ունի խնդիր դժվարություն, առաջինը կարող է զանգահարել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, հաջորդիվ արդեն դուք կուղղորդեք ինֆորմացիա կտաք, որ բանկն ունի սուրհանդակային ծառայություն։ Ես դրա մասին էի ուզում հենց ասել, որ ներկապահին ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, միասնական սոցիալական ծառայությունը իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը համադրում է, ամփոփում է եւ վերջնական ունենալու համար են քաղաքացիների շրջանակը, որոնք որ ըստ էության կունենան բանկային քարտի առաքման ծառայության կարիքը եւ ինչու՞ չէ նաեւ միասնական սոցիալական ծառայության օժանդակությունը ու ներկա փուլում նաեւ տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով շատ այսպես օպերատիվ կարգով ճշտվում են քաղաքացիների հեռախոսահամարները, կապ են հաստատվում նրանց հետ, իրականում ճշտելու արդյոք քաղաքացիները ունեն տեղաշարժման խնդիրներ կամ որևէ այլ օբյեկտիվ խնդիրներ, որոնք որ նրանց կխոչընդոտեն բանկային հաշվի պայմանագիրը կնքելու գործընթացում։ Ու այդ վերլուծական աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ որոշակի շահառուներ չունեն վավեր անձահաստատող փաստաթուղթ, խոսքը գնում է մոտավորապես 2500 քաղաքացիների մասին։ Ես հորդորում եմ այս քաղաքացիներին նույնպես խնդրում ենք նրանց, եթե հնարավորություն ունեն, փորձեն անձահաստատող փաստաթուղթը ձեռք բերել ինքնուրույն։ Եթե այս քաղաքացիների շրջանակներում կլինեն անձինք, որոնք նույնպես կունենան տեղաշարժման սահմանափակումներ ու չեն կարողանա անձահաստատող փաստաթուղթը վավեր, անձահաստատող փաստաթուղթ ձեռք բերել մինչև ապրիլ ամիսը, մեր ներքին գործերի նախարարության գոլեգաների հետ միասին բանակցությունների արդյունքում համատեղ ջանքերով նրանց նույնպես անձահաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը կիրականացվի անձնագրային շրջիկ անձնագրային կետերի միջոցով միասնական սոցիալական ծառայության օժանդակությամբ։ Շատ լավ, մի այսպիսի հարց, սոցիալական ցանցերում քաղաքացիները չգիտեմ ինչու այսպիսի հարց են բարձրացնում։ Իրենք մտավախություն ունեն, որ ապրիլի 1-ից հետո քարտով չեն կարողանալու բանկոմատներից գումար կանխիկացնել։ Խնդրում եմ բարձրաբանեք ինչ մտահոգություններ են, որքանով է իրական, որքանով է ոչ։ Կարծում եմ այդ մտահոգությունները բացարձակ իրականության հետ որից կապ չունեն, որովհետև ինչպես որ մնացած բոլոր մեր շահառուները, այն 660,000 շահառուները, ու 630,000 շահառուները, որոնք որ օգտվել են մինչև հիմա իրենց կենսաթշակի իրավունքից, ստացել են քարտով, իրացրել են քարտով, թեկուզ անկանխիկ, թեկուզ կանխիկացնելով, նույն հնարավորությունները նաև լինելու են այս շահառուների համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ։ Մի հերոստանգերություն հարցը սարքան քարտերի վերաբերյալ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն թոշակառուները, որպեսզի իրենց քեշբեքը լինի ոչ թե 20%, այլ 22%։ Ըստ երևույթին ոչ մի ավելորդ քայլ բացի նրանից, որ բանկի հաշվի պայմանագիրը կնքելու փուլում նրանք ուղղակի հայտնեն իրենց կամահայտնությունը, որ ուզում են արքաքարտով։ Եթե խոսքը վերաբերվում է այն գործընթացին, որ իրականացնելու է միասնական սոցիալական ծառայությունը, այն փուլում, որ մարտի 5-ից ապրիլի 1-ը ընտրելու է բանկ, քարտերը թողարկվելու են ի սկզբանե բոլորը արքա տեսակով։ Այսինքն ուրիշ գործողություն անելու կարիք չկա։ Այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն կարող են իրենց բանկային հաշվի պայմանագիրը կնքել եւ մոտենալ բանկ, նրանք ուղղակի պարզապես պետք է ասեն, որ արքա են ուզում, արքա վճարատեսակով են ուզում քարտերը, եթե իհարկե վիզա չեն ուզում։ Եթե ուզում են, դա նրանց ցանկությունն է։ Եթե ուզում են նաև օգտվել արքա քարտի քեշբեքի հնարավորությունից, այս պահին օգտվում են վիզա քարտով, այո, պետք է փոխեն արքա։ Շատ լավ։ Տիկին Գալստյան քաղաքացիների կողմից նաև կա այսպիսի մտահոգություն, որ օրինակ բանկեր դիմելու են չգիտեմ, քարտերի համար այնտեղ էլեկտրոնային հասցե են ուզում, օրինակ չգիտեմ 86 տարեկան պապիկը ինչ էլեկտրոնային հասցե պետք է ներկայացնի, ոնց է այդ լուծումը պատկերացնում։ Հարցը երկու ենթատեքստ ունի։ Նախ այնինչ նախատեսված է բանկի ընթացակարգերով, բանկը պարտավոր է պահպանել։ Երկրորդ, երևի թե մեզի շատերով լսում կամ մասնակցում է այդ համակարգին, տեղյակ է, որ ինքը էլեկտրոնային փոստի հասցեներով ստանում է հաղորդագրություններ,
կարևոր հաղորդակցություններ։ Չգիտեմ, բացեն որ հաշվի նստեց, հաշվից գումար դուրս եկավ եւ այլն։ Այսինքն դա այդպես կամայական ցանկություն չի։ Հնարավորինս մեկ այդ երկրորդային ինֆորմացիա կրող տեղեկատվությունները բացառել ենք։ Դա այն անհրաժեշտ տեղեկատվությունն է, որ պետք է բանկին իր ծառայությունները պատշաճ մատուցելու համար։ Այնպես որ մեր տարեց կենսաթոշակառուները ունենք այդ փորձը, վստահելի այն հասցեն են տալիս, որ կարող է կապը ապահովել կենսաթոշակառուի եւ բանկի միջեւ։ Իսկ այդ հասցեներին էլ եմ ասում պարտադիր են, որպեսզի կարողանա բանկը անհրաժեշտ հաղորդագրություններով կապ հաստատի իր թոշակառուի, իր շահառուի հետ։ Տիկին Բեգլարյան, եթե միայնակ տարեց է, ինչ լուծում եք առաջարկում այդ դեպքում։ Էլեկտրոնային փոստերի հետ կապված ենթադրում եմ, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը իր համար այնուամենայնիվ կփորձի բացել էլեկտրոնային փոստի հասցե, եթե քաղաքացին համաձայն չլինի կամ չգիտեմ։ Ամեն դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն պետք է բանկային հաշվի քաղվածքներ ստանալու համար, բանկի հետ կապ ապահովելու համար, կարծում եմ, որ միայնակ տարեց քաղաքացին էլ դեմ չի լինի, եթե սոցիալական ծառայության աշխատակիցը նրան օգնի էլեկտրոնային փոստի հասցե ձեռք բերելու ու հետագայում նաև օգտվելու համար։ Տիկին Գալստյան, դուք կարևորեցիք այն հանգամանքը, որ այս շահառուների խումբը, որոնք նշեցիք, իրենք եւս հնարավորություն ունենան, քարտով կատարել գնումներ, ծառայություններից օգտվել եւ իրենք ունենան այդ քեշբեքի հնարավորությունը։ Քաղաքացիների ահազանգերը կամ մտահոգությունները երբ ուսումնասիրում էին, շատերը նշում էին, որ նույն տարեցները նախընտրում են ունենալ գումար իրենց ձեռքում, որովհետեւ իրենք սովորաբար օրինակ շրջիկ մեքենաները, որ բանջարեղեններ են վաճառում կամ փոքրիկ ինչ-որ առևտրի կետերից են առևտուր անում, այսինքն իրենց մեծ հաշվով ձեռնտու չէ այդ քարտով գնալ ինչ-որ խոշոր սուպերմարկետներից առևտուր անել, որովհետեւ նախ իրենք չեն կարողանում գնալ, իրենք սովոր են իրենց տնամերձ հատվածներից գնումներ կատարել։ Մյուսը Տիկին Բեգլարյան, մարդիկ մտահոգություն են բարձրացնում, որ իրենց բնակավայրերում օրինակ մոտակայքում այդ բանկոմատները չկան, օրինակ հեռու են գտնվում, տարեցը, միայնակ տարեցը ինչ պիտի անի, ամեն անգամ մեկին պիտի խնդրի։ Դրանից բացի, եթե նույնիսկ գումար է տալիս հարևանի երեխային, որ գնա իր համար հաց բերի, այս անգամ ինքը չի մտավախություն կունենա կամ բավարար վստահություն չունենա քարտը տրամադրի գնա իր համար հաց բերի, որտեղ ինքը չի կարողանալու վերահսկել հավելվածով կամ մեյլով, թե ինչ շարժ կա։ Մարդկանց մտահոգություններին ինչպես կարծրակում եք։ Ձեր առաջին հարցի կապակցությամբ ասեմ, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, մենք անկանխիկ գործառնությունները Հայաստանի Հանրապետություն չպիտի ներդնեինք, որովհետև բոլորս էլ այդ թվում ես որոշակի ժամանակահատված ավելի հեշտ կառավարել եմ իմ կանխիկ միջոցները։ Բայց երբ որ մի օր որպես քաղաքացիական ծառայող մեզ էլ այսպես համակարգով շատ ավելի վաղ ժամկետներում պարտադրվեց այդ բառը օգտագործեմ այնուհանդերձ ունենալ աշխատավարձ ստանալ կանխիկ քարտային համակարգով բանկի միջոցով կամաց այսինքն ցանկացած նորույթ ինքը իր մեջ ունի այդ բացասական ու վանող երևույթը ու եթե մենք դրանով առաջնորդվենք որևէ հարաբերություն այդ առավել եւս տնտեսական հարաբերություն դժվար թե լուրջ զարգացումներ ունենա այնպես որ կարծում եմ սկզբում ինչ որ մի բան գուցե կանխիկացնի ես էլ դա ընդունում եմ պապիկա տատիկա թորնիկին մի հատ կանֆետի մի հատ բուֆետի մի հատ չգիտեմ ինչի փող կտա բայց երբ որ ինչ որ մի բան այնուհանդերձ անկանխիկ վճարում անի եւ հաջորդ ամիս որոշ գումար ստանա, այսպես ենք մենք նորից սովորում այդ հաշտվում նորի անհաշտ կողմերի հետ, ու մի օր էթինը դառնում է լավագույն հին, այդ նորը դառնում է լավագույն հին ու հասկանում ենք, որ այն այնքան էլ վատ չի։ Համենայն դեպս իմ կարծիքով, եթե այնակ փետրվարին մինչև 20-ը 15-ից մինչև 20 ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառուները ստանան ինձ առավելագույնը 10,000 դրամը, չեմ կարծում դրանից ինչ որ մեկ իրեն բաց զգա։ Ու զուգահեռաբար իսկապես չեմ բացառում, որ հարկը կլինի կենսաթոշակը նաև կանխիկ եղանակով որոշ գնումների դեպքում ծախսել։ Այնպես որ մեր սեփական վարքագիծն էլ ակամա այսպես ենթարկվում է ընդհանուր զարգացումների միտումի եւ այդ կանխիկի շրջանառությունը գնալով փոքրանում է։ Մեզից ցանկացած մեկը իր սեփական փորձով իսկապես կարող է դա հաստատել, որ Իսկ մի քիչ դժվար մտանք ես հունի մեջ, բայց մտնելուց հետո էլ հիմա շատերիս մոտ ուղղակի կանխիկ չկա, նախընտրում ենք անկանխիկ վճարումներ հեռախոսով, քարտով եւ այլն։ Տիկին Բեգլարյան, մենք նախնական թվեր ունենք, թե
ինչ քանակի մարդու մասին է, որ խիստ անհրաժեշտ է լինելու, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները այցելեն։ Այս պահին, ինչպես որ ասեցի, դեռ ամփոփվում են այդ թվերը, բայց մեր գնահատմամբ դրանք մոտ շուրջ 10,000 շահառու են լինելու, 15 ոչ ավել։ Խոսքը այդ քանակի մասն է, մինչև մարտի 5-ը, այնուամենայնիվ ամբողջ ինֆորմացիան, որ տիրապետում է միասնական սոցիալական ծառայությունը, ամփոփվելու է, մենք հստակ պատկերացում ունենալու ենք, որ քաղաքացիների մասին է խոսքը։ Այս փուլում թերևս երևի ամենակարևորն է, որ անձնագրերի ժամկետը լրացված է։ Ամենակարևորը, այո, այդ հարցը պետք է ամենաարագ կերպով լուծել, որովհետև այնուամենայնիվ վավեր անձնագիր ունենալը նաև կօգնի նրանց այլ ծառայություններից օգտվելու, իրականում անձը հաստատող փաստաթուղթ վավեր չունենալը խոչընդոտելու է եւ բանկային հաշվի պայմանագիրը կնքելուն եւ մնացած ուրիշ ծառայություններից օգտվելու համար եւ ոչ միայն բանկում էլի, մյուս պետական հաստատություններում էլ։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, կրկին կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության։ Կարող են հայտնել, եթե ունեն այո դժվարություններ, կարող են դրա մասին հայտնել միասնական սոցիալական ծառայությանը եւ թեժգծի միջոցով եւ տարածքային կենտրոնների միջոցով մենք կհավաքագրենք այդ ինֆորմացիան եւ արդեն շրջիկ անձնագրային կետերի միջոցով կփորձենք արագ արձագանքել ու լուծում տալ հարցը։ Շատ շնորհակալ եմ։ Եկեք երկրորդն ընդգծենք էլի։ Իհարկե հրատապեր իհարկե անձը հաստատող փաստաթղթեր ունենալը, բայց հրատապ է նաև վճարման եղանակի փոփոխությունը։ Խնդրում ենք այն շահառուներին, ովքեր որ ունեն նախընտրած բանկ, ուզում են ստանալ իրենց կենսաթշակի եւ նպաստները որոշակի բանկով, դա անեն մինչեւ մարտի 5-ը, որովհետեւ դրանից հետո մարտի 5-ից մինչեւ ապրիլի 1-ը դա իրականացվելու է ծառայության միջոցով, իրականացվելու է ինքնաշխատ, իհարկե հաշվի առնելով որոշակի տարածաշրջանային կամ օբյեկտիվ ինչ-որ հանգամանքներ, բայց այնուամենայնիվ ընտրվել են սահմանափակ քանակով բանկեր, որովհետեւ ոչ բոլոր բանկերն են ցանկանում սուրանդակային ծառայությունների միջոցով առաքել մինչև ապրիլի 1-ը հետո չեն կարողանալու փոխել։ Մինչև ապրիլի 1-ը չեն կարողանալու փոխել, բայց ապրիլի 1-ից հետո կարողանալու են էլի փոխել, բայց միևնույն է ապրիլ ամսվան մարտ ամսվա կենսաթշակ ապրիլ ստանալու են այն բանկով, որը մենք արդեն ընտրել ենք իրենց համար։ Բանկը միշտ կարող են փոխել, այո։ Միշտ։ Միակ սահմանափակումն է, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1 այլևս չեն կարող ընտրել։ Դա հասկանալի է, որտեղ աշխատանքները այո կազմակերպելու համար է արվում։ Շատ լավ, մեր գործընկերներից հարցեր չկան եւ եւս մեկ անգամ եթե կարելի է հիշեցնենք, հա, մինչեւ մարտի 5-ը պարտադիր բոլոր շահառուները պետք է ընտրեն բանկերը, որպեսզի կարողանան իրենց կենսաթոշակներ ստանալ եւ ամենակարևորը նաեւ եթե ունեն անձնագիր կամ սոցիալական քարտ, որի ժամկետը լրացած է, անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ նույնականացման քարտ։ Իմեն միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, եթե ունեն դժվարություններ, եթե չէ, այդ հարցը փորձեն կապվել, այո, մենք կփորձենք ամեն ձև օժանդակել։ Շատ լավ, շնորհակալ եմ, հավելելու բան եք։ Չի։ Շնորհակալություն հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերի հաջողություն։